Երկու տարին մեկ անգամ կազմակերպվող Արևորդի բնապահպանական փառատոնի մեկնարկն այս տարի երկրորդ անգամ տրվեց կենդանիների դիմակահանդես շքերթով 500-ից ավելի պատանիներ տարբեր կրթօջախներից մասնակցեցին շքերթին իրենց պատրաստած կենդանիների դիմակներով, որոնք պատրաստել են աղբի թափոններից։ Մեր դիմակները նվիրված էին այն ամենին, որ չի կարելի աղտոտել միջավայրը, այդ փոխարեն այդ աղբը կարելի է օգտագործել ավելի նորմալ նպատակների համար, կարող ենք պատրաստել օրինակ այսպիսի դիմակներ, օրինակ այս դիմակը կազմված է սովորական թղթերից, ամանից, այն աղբը, որ գտել ենք շրջապատում, հավաքել ենք եւ միացրել ենք, ստացել ենք այսպիսի կերպարանքներ։ Ովքեր մտածել եք։ Այո, այս բոլորը մեր ձեռքի աշխատանքներն են։ Ինչ կենդանի եք ներկայացրել։ Գորտեր, այս տարի էլ մի քանի գորտեր կան։ Հիմնականում շշերն ենք օգտագործել, որպես ո՞նց եք մտածել, որ հենց այս տեսք պետք է լինի, ո՞վ է մտածել։ Դե միասին մեր նկարչության, մեր թատերական ընթացատուի հետ մտածել ենք եւ պատրաստել ենք։ Ստացել ենք այդ հասմիկը, ոնց կարանք ստանանք այս նկարելը։ Մենք էլ պատրաստել ենք։ Տարբեր ձևեր է նկարել, բայց մենք այսին դրեցինք, որովհետև այս դուրներս եկավ։ Անահիտը պատմում է, որ դիմակահանդես շքերթին իրենց դպրոցը ներկայացնում է ջրային կենդանիների կերպարները, բարձրաձայնելով աղտոտված լճերի խնդիրը։ Լճերը աղտոտելը այնքան էլ գեղեցիկ չէ։ Մենք մի քանի տեսակներ նկարեցինք, սակայն այս գույնը եւ ոճը ավելի մեծ դուր եկավ եւ փորձեցինք ինչքանով կարողացանք պատրաստել այն։ Ես շատ ուրախ եմ, որ երեխաները իրենք են ընտրել հենց հայկական տեսակները կենդանիները եւ ընդհանրապես այս տարվա փառատոնը ուղղված է վարի բնության կենդանիների պահպանության գործով եւ այդ պատճառով որ ամենուրեք հետքեր եք տեսնում տարբեր կենդանիների։ Միջոցառման մասնակիցները դիմակները պատրաստել են վերջին 2 ամիսների ընթացքում։ Թիվ 130 դպրոցի աշակերտներ Սյուզին եւ Գայանեն պատմում են, որ թափոնները, որոնցով պատրաստել են իրենց դիմակները, հավաքել են դասընկերների օգնությամբ։ Դիմակները պատրաստելիս ընտրել են այն ամենը, որոնք դժվարությամբ են քայքայվում հողում եւ վնաս են հասցնում բնությանը։ Քանի որ նվիրված է կենդանիների պաշտպանությանը նաև գազանանոցի տոնին է նվիրված, այդ պատճառով որոշեցինք, որ պիտի մարմնավորենք վիշապին ու այդ պատճառով էլ վիշապին ու հասկացանք, որ վիշապը բացի վնաս տալուց կարող է նաև օգուտ տալ։ Երևանի կենտրոնական փողոցներ դուրս եկած դիմակահանդես շքերթի մասնակիցներին ողջ ընթացքում ուղեկցում էին մարդկանց զարմացած եւ հիացած հայացքները։ Շատերին շքերթը հիշեցնում էր բրազիլիական կառնավալները։ Գովելի է, միանշանակ գովելի է, որ գոնե կարելի է նույնիսկ ամենաանպետքական թվացող իրից բավականին հետաքրքիր, անգամ գեղագիտական հաճույք պարգևող հետաքրքիր բաներ պատրաստել։ Եվ ով է ասել, որ էկոլոգիական խնդիրների մասին պետք է միայն ցույցեր անել, կարելի է տոնախմբությամբ մարդկանց համոզել, որ ժողովուրդ սա մերն է, մեր հայրենիքն է, մեր արժեքներն են, եւ եկեք այլ կերպ նայենք այս ամեն ինչը։ Ինչպես 2009-ին այս տարի նույնպես Արևորդու շքերթը գլխավորում էր Գերմանիայի Բրեմեն քաղաքի Կոնֆուսո խմբի երաժիշտները, ովքեր իրենց ուրախ ռիթմերով բոլորին հրավիրում էին միանալ բնության պաշտպանությանը։ Վտանգված հայկական տեսակներից վանակատուն եւ արագիլն էին ներկայացնում շքերթի մասնակիցներից ոմանք։ Քարտոնի տուփից կտրել ենք թևերը, հետո ցելոֆանները ամրացրել վրան։ Իսկ ինչի է արագիլ։ Որովհետև ինքը Հայաստանում տարածված է ու գրանցված է կարմիր գրքում։ Իսկ ընդհանրապես մենակ սա եք որոշել, թե չէ, ոզնի նույնպես։ Վանակատու։
Դիմակահանդես շքերթին հաջորդեցին պատանեկան նվագախմբերի ելույթները Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, դրան հետևեց փառատոնի բացման արարողությունն ու ֆիլմի ցուցադրությունը։ Այս ամենը եզրափակվեց բացօթյա ռոք համերգով Բամբիռ խմբի մասնակցությամբ։